Դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով այս շրջանում ակտիվորեն նկարահանվում է «Վերջին զանգը» սերիալում մարմնավորելով Անգելինայի կերպարն, ամիսներ առաջ հայտնեց իր երկրպագուներին կարևոր նորության մասին. նա նշանադրվել է։ Սոցիալական ցանցերում դերասանուհին կիսվեց իր ուրախությամբ, սակայն ինչպես միշտ մնաց գաղտնիքներով պատված։ Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և թեև դերասանուհին չի բացահայտում հարսանիքի ճշգրիտ օրը, նա խոստովանել է, որ այն արդեն որոշված է և ունի հատուկ խորհուրդ։ Սա միայն ավելի է մեծացնում երկրպագուների հետաքրքրությունը։ Ռոզան, ով միշտ աչքի է ընկել իր նուրբ ոճով ու խնամված տեսքով, վերջերս հայտնել է, որ որոշել է մազերը բնական թողնել մինչև հարսանիքը, որպեսզի դրանք լիովին վերականգնվեն։ Այս հայտարարությունը երկրպագուների համար ակնհայտ նշան էր, որ դերասանուհին պատրաստվում է շքեղ հարսանեկան արարողության, որտեղ ամեն մանրուք մանրակրկիտ մտածված է լինելու։ Որոշել եմ մազերս մինչև հարսանիքս բնական թողնեմ, որ վերականգնվի, գրել է Ռոզան տեսանյութի ներքո, որում ըստ ամենայնի պատրաստվում էր նկարահանման։ Այս հայտարարությունը կրկին բարձրացրեց երկրպագուների հետաքրքրությունը, ոմանք սկսեցին ենթադրություններ անել, որ Ռոզան կարող է ընտրել դասական հարսանեկան կերպար՝ երկար փայլուն ու բնական մազերով, մինչդեռ մյուսները վստահ էին, որ դերասանուհին կընտրի ավելի ժամանակակից, նորաձև տեսք։ Թեև դերասանուհին դեռևս չի բացահայտել հարսանիքի ճշգրիտ օրը, նա նշել էր, որ այդ օրը հատուկ խորհուրդ ունի իր և իր ապագա ամուսնու համար։ Սա միայն ավելի է մեծացնում սպասումները, քանի որ երկրպագուները փորձում են գուշակել՝ արդյոք այն կապված է զույգի ծանոթության օրվա նշանադրության կամ որևէ այլ նշանակալի իրադարձության հետ։ Չնայած իր ամուսնության թեմայի շուրջ պահպանվող գաղտնիությանը, Ռոզան միշտ բաց է արտահայտվել սիրո մասին։ Նա բազմիցս նշել է, որ իրեն համար կարևոր է ոչ միայն հարսանիքի շքեղությունը, այլև այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում է ընտանեկան կյանքը։ Այս պահին դերասանուհին շարունակում է իր ակտիվ գործունեությունը թե հեռուստատեսությունում, թե սոցիալական հարթակներում, սակայն պարզ է մի բան՝ նրա կյանքի ամենակարևոր օրերից մեկը մոտենում է, և երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նոր մանրամասներին։ Կարո՞ղ է Ռոզայի հարսանիքը դառնալ ամենաքննարկվող միջոցառումներից մեկը։ Ամենայն հավանականությամբ այո, իսկ մինչ այդ մնում է միայն սպասել և հետևել նրա հրապարակումներին՝ տեսնելու համար, թե երբ և ինչպես դերասանուհին կկիսվի այդ գեղեցիկ օրվա մանրամասներով։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում մշտապես պատասխանում է իր հետևորդների կողմից տրվող հարցերին։ Իր հետևորդներից մեկը գրել էր, թե արդյոք այս տարի դերասանուհուն կտեսնենք ամուսնական կարգավիճակում, թե ոչ։ Դերասանուհին պատասխանել է, որ նա իր սիրելիի հետ արդեն ընտրել է հարսանիքի օրը։ Ընտրված ամուսնության օրը շատ կարևոր օր է, պատմել է դերասանուհին։ Տևական ժամանակ սիրելի ունենալու լուրը գաղտնի պահելուց, այնուհետև նշանադրության փաստը թաքցնելուց հետո դերասանուհին հանդես էր եկել բացառիկ նորությամբ ու նշել, որ նշանադրվել է։ Ինչպես ինքն էր նշել, հավատս չի գալիս, որ համարձակություն եմ գտել ու կիսվել այս լուրով, դերասանուհու խոսքով ասես երազ լինի։ Ես ընդամենը 18 տարեկան էի և չգիտեի, որ անհագ հետաքրքրությունս, որով ես հետևում էի, քեզ սեր է։ Միայն երեխաները կարող են պահել իրենց մեջ կիրքը, մյուսներն իրենց զգացմունքները պատմում են ընկերուհիներին, խլացնում են սիրելիին խոստովանություններով, որովհետև նրանք հաճախ են լսել ու կարդացել սիրո մասին և գիտեն, որ սիրուց չի լինում փախչել, նշել էր դերասանուհին։ Հավելենք, որ Ռոզան դեռևս խուսափում է ցույց տալ ընտրյալի դեմքը։ Նշանադրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին։ Դերասանուհին հրապարակած լուսանկարներում ցույց չի տվել ընտրյալի դեմքը։ Նա լուսանկարներին կից գրել է. «Հոկտեմբերի 11, ես նշանադրվեցի։ Մեր պատմությունը տարբեր է ու բնավ նմանություն չունի քո իմացածներին։ Իմ անցած ճանապարհը շատ ավելի անհարթ է, քան դու կպատկերացնես։ Բայց ես անցնում եմ այդ ճանապարհը վեհորեն և անտրտունջ։ Այս կյանքում ինձ բաժին հասածը կորցնելու և գտնելու մասին ճանապարհներն են։ Իմ բոլոր գտածների ետևում կորուստներ են, բոլոր ձեռքբերումներիս հետևում անթիվ անհամար ձախողումներ, բոլոր ժպիտներիս հետևում հեկեկոցներ։ Կորուստներ կան, որոնք չեն փոխարինվում, չեն մոռացվում, չեն սպիանում և ի հակառակ նշվածներին խորը արմատներ գցելով օրերից մի օր անգամ ծիլ են տալիս։
Բայց գուցե փարատողն այն է, որ գտնվելիքների մեջ եզակիորեն, բայց գոնե լինում են դեպքեր, որ երջանկացնելու ձևը ևս չմոռացվողներից է դառնում։ Ես չեմ վախենա ասել, որ հորս կորցնելուց հետո քեզ գտնելն իմ կյանքում եղած լինելիք և այժմ եղածներից ամենից անգինն է։ Իմ փոթորկոտ կյանքին հանգստություն տվողն ես, իմ չբթացող ցավերի լուռ կիսողն ես, իմ մենակ օրերի անփոխարինելի ընկերն ես, իմ հաջողություններից անմնացորդ երջանկացող ու վշտիս մեջ հետս լացողն ես։ Գուցե և ուժեղ եմ ես, բայց դու ինձ դարձնում ես անպարտելի։ Հիմա ես իմ հետևում ունեմ անթիվ անհամար կորցրած և գտած ճանապարհներ և վերստին անդառնալի, հավերժ փակված, կողպեկված դռներ, ու ունեմ քեզ։ Եվ առավելապես քոնն եմ ես, և քոնը լինելս պիացնում է բոլոր խորը վերքերը, հարթեցնում բոլոր սպիերը, լռեցնում բոլոր կեղտոտ բերաները, որովհետև քոնը լինելը աստվածային օրհնություն է։ Եվ որքան ասելիք կա քոնը լինելու մեջ, ինչ լավ է, որ հենց քոնն եմ ես, գրել էր դերասանուհին։